Այսօր անոնցի մեջ ես ասեցի, որ անպայման պետք է այսօր ուղիղ եթեր անեմ եւ պետք է խոսենք այն մասին, թե ինչ է կատարվում Էջմիածնում, մասնավորապես խոսելու ենք իհարկե մեր խնդիրների հետ կապված, եկեղեցու ազատագրման հետ կապված, որովհետև սա այն հարցն է, որը որ առաջնային, այսպես ասած, բանը ունի, հա, նշանակությունը մեր երկրի, մեր պետության եւ առհասարակ հայ ազգի համար։ Դրա համար ինչպես որ ձևավորվել է ավանդությունը, սկսում ենք աղոթքով եւ կշարունակենք ուրեմն մեր այսօրվա հաղորդումը։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, զգորձս ձերած մերոց ուղի գարայմեստեր եւ զգորձս ձերած մերոց հաջողյա մեզ փարքոր եւ օրթվոյվույն սրբո այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն տուրինձի մաստությունս բարիս խորհել եւ խոսել եւ գործել ռաչիկո համենայն ժամ իչար խորորտոցի բանից եւ գործոց փրկյազիս եւ ողորմյա խորարածոց եւ ինձ բազմամեղիս ամեն բավական հետաքրքիր զարգացումներ են, եթե տեսել եք, թե իմ էջում, թե այլ էջերից, հրապարակվել են տարբեր փաստեր, տարբեր նյութեր, որոնք վերաբերվում են խայտառակագույն, ուրեմն այն իրավիճակին, որը ստեղծել են Կտրիչ Ներսիսյանի ընտանիքի անդամները, որոնք զավթիչներ են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայաստանյաց եկեղեցու եւ իր այդ նեղ շրջանակը, որոնք կազմում են Կտրիչ Ներսիսյանի հանցավոր կլանը։ Իհարկե հրապարակվեց մի կարևորագույն փաստ Եզրաս Չարք եպիսկոպոս Մանկապիղծայի տականքը Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի տխրահարճակ չառաջնորդը, որը բացի դրանից, որ Մանկապիղծ է, ուզում եմ այստեղից 1000-րդ անգամ, չէ, երևի ավելի ասել եմ, քան թե 1000 անգամներ, որ ընդգծում եմ դա, Մանկապիղծ է եւ սոդոմական մեղքերով տառապողը, բանից պարզում է ոչ մենակ դա է, նաեւ ընտանիք է կազմել եւ որքան հասկացա ես երկու ընտանիք ունի, որովհետեւ այս Եվայի մասին ես դեռ վաղուց է ձեզ խոսել, որ կապնված է եղել իր քարտուղարուի հետ, բանից պարզում է զավակ ունի եւ փաստը ներկայացված է եւ ասում են ինչ որ Միացյալ Նահանգներում նաեւ ունի ընտանիք։ Ուրեմն տեսեք, այս կիղտերը, այս ուխտադրուժ սրիկաները, որոնք եկել են եկեղեցին են գրավել, որոնք կեղծ ուրեմն արքեպիսկոպոս են, ներկայանում հայ ժողովրդին, խափում են փաստորեն, խափում են։ Իրանք ոչ մենակ սրբապղծություններով են զբաղվել, ոչ մենակ ուխտն են դրժել, նաև տեսեք քանի խայտարակ գործեր են արել, փաստորեն իրանք դժբախտացրել են այդ զավակներին, իրանք այս արարքներով այս մարդկանց դրել են նեղության մեջ։ Այո, մենք պիտի խայտարակ անենք բոլորին անելու ենք, որտեղ ստիպված ենք դա անել։ Եվ այս մարդիկ էլ թիրախում հայտնվեցին, մեր թիրախում հայտնվեցին, քանի որ դրանք էլ հանցավոր են, կազմեցին, ես չեմ ասում զավակները իհարկե, նրանք կապ չունեն, բայց դրանք անօրինական ծնունդ են։ Գիտեք, չէ, հին ժամանակներում ինչպես էին վերաբերվում այս անօրինական ծնունդներին, ես էլ չեմ ուզում ուրիշ բառերով այստեղից ասել, բայց բոլոր դեպքերում, սիրելի ժողովուրդ, այս ամենը ինչ որ կատարվում է, սա մեր եկեղեցու համար է խայտառակություն, այսինքն մեր ժողովրդի ամոթն է դա, որը մենք փաստորեն հանդուրժել ենք 26 տարի, սիրելի ժողովուրդ, սա շատ մեծ ողբերգություն է, քանի որ 1 տարի չի եղել դա, նույնիսկ 5 տարի չի եղել, 26 տարի հայ ժողովուրդը ապրել է խապված, գնացել է եկեղեցի, խոնարհվել է այսպես տականքներին, իրենց կեղտոտ ձեռներն է համբյուրել, իրենց ձեռքից առել է հաղորդություն, իրենց ձեռքից մկրտություն է ստացել, պսակադրվել է եւ այլն, այն մարդկանց կողմից, որոնք նույնիսկ իրավունք չունեն թփնալ այս սրբություններին, նրանք սրբապիղծ տականքներ են, նրանք խաչագողներ են, նրանք այս եկեղեցու խայտառակությունն ու ամոթն են համայն ազգի։ Եվ այս մարդիկ հովվել են, պատկերացրեք, հովվել են ժողովրդին, հովիվներ են եղել, առաջնորդներ են եղել,
Այս ձևի մարդիկ են եղել, ուր են տարել այս ժողովրդին, ուր են տարել այս մարդկանց, մեր երկրի մեջ, ուրեմն այդ ճակերտավոր պորնիկը, որ դստել է մայրաթորը, բռնագրավել է, եւ մնացյալ այդ տեղերում, որտեղ որ պաշտոններ են վարել, առանցքային, արշակի պես, թմրամոլ մեկը, սրբապիղծ մեկը, ամփարոմ մեկը դիվանապետ էր, քանի տարի ինքը խափում էր ժողովրդին, ներկայանում էր իբրև մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ, իսկ Եզրասը խափում էր Ռուսաստանի հայությանը, պատկերացեք Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի ահռելի տարածքները, սա ոչ միայն Ռուսաստանն է, նաեւ սա Մոլդովան է, Բելարուսն է, մինչև վերջերս Բալթյան երկրներ էր մեջը մտած, Միջին Ասիան եւ Ղազախստանը, այս ամբողջ տարածքները նախ խաբեբայությամբ առաջնորդել է դեպի հավիտենական տանջանքը ժողովրդին, դեպի դժոխքն է առաջնորդել այդ սրբապիղծը, որովհետեւ ինքը լինելով անաստված մի ստահակ, ինքը խափելով մարդկանց, փաստորեն չար օրինակ է հանդիսացել նաև, եւ այսօր այդ փառը ժողովրդի աչքից ընկավ։ Գիտակցեցին, թե ում մոտ են գնացել, ինչ են նրանք կորցրել այս տարիների ընթացքում, նրանք կորցրել են իրենց հոգևոր փրկությունը։ Այ ամենաթանկն են կորցրել, նրանք կորցրել են իրենց հարազատներին, որոնք այսպիսի կեղտոտ մարդկանց ձեռքերով թաղվել են, կամ իրենց համար հոգեհանգիստներ են կատարվել։ Այսպիսի կեղտոտ մարդկանց բերանից, որոնց շուրթերից մենակ անեծք է դուրս գալիս եւ մրմնջում են դևերին իրենց չարափառ աղոթքները, դրանք Աստծո հետ ոչ մի աղերս չունեցող մարդիկ են։ Ուրեմն մեր հանգուցյալ այս քույր եղբայրները, որ հանգանի տեր եւ այսպիսի սրբապիղծ չհոգեվորականների ձեռամբ թաղման կամ հոգեհանգստյան պաշտոններ են կատարել, ուր են գնացել, ոչ մի բարեխոսություն իրենց համար չի եղել, ոչ մի հոգեհանգստություն իրենց համար չի եղել, այսինքն խաբված է եղել, չէ, խաբել են ձեզ, խաբել են ամբողջ ժողովրդին։ Եվ սա, գիտեք, սա անդառնալի կորուստ է, ամբողջ հայ ազգը այսօր պետք է դա արձանագրի, որ այս մարդիկ խաբել են մեծահարուստ մարդկանց, խաբել են բարերարներին, Ամերիկայում ապրող, ես չեմ խոսում Հայաստանի այդ գողական տղեկից, որ փողերը առել են, դրանց հետ ինչ որ սխեմաներ են մուտի տարել, չգիտեմ, իրենց կեղտոտ գործարքներ են արել, կնքել են իրար հետ։ Սրա մասին չի խոսքը։ Նրանք խաբել են ազնիվ հայ բարերարներին, որոնք արտասահմանում են ապրում եւ իրենց քրդինկով, իրենց խելքով կամ ժառանգաբար ունեցվածքի տեր են դարձել, կամ այն հայ համայնքի որդիներից, որոնք վճարել են գումարներ, հա, փոքրիկ իրենց ամեն մեկը նվիրատվություն է տվել, բայց դա տևական է եղել այդ նվիրատվությունը եւ մտածել են, որ ինչ որ ծրագրի տակ, ինչ որ մի բարիքի համար է արվում, բայց չեն երբեք մտածել, որ գնացել է այս մարդկանց գրպանն է, անձնական գրպանն է մտել եւ դրանք դրանով ուրեմն կարողացեն իրենց բարօրությունը ապահովել, իրենց կյանքը, վայելքները, չգիտեմ, բիզնեսը կայացնել եւ այլն եւ այլն։ Այսինքն սա նշանակում է, որ ոչ թե աննախադեպ խայտարակություն է սիրելիներ, սա նույնիսկ անվանում չունի, որովհետև պտուղները դեռ ոչ թե մեր զավակները, դեռ մեր թոռներն են ճաշակելու այս ողբերգության։ Ես չեմ խոսում նաև այն մասին, որ օտարվել են բազմաթիվ սրբություններ մայրաթոր Սուրբ Էջմիածնից, օտարվել են արժեքներ, այսինքն ամբողջովին հայաստանյաց եկեղեցին սննգացրել եւ թալանել են, գեղձավորություն են արել, դերասանություն են արել, եկել են եկեղեցում, կանգնել են եկեղեցական բեմի վրա, բայց իրենց համար դա կրկեսային բեմ էր, իրանք եկեղեցական բեմը դիտել են իբրև կրկեսային բեմ եւ այնտեղ այդ խաղը խաղացել են, այդ խաբեբայությունը արել են։ Այս սա է եղել հայաստանյաց առաքելական եկեղեցու զավթիչների ապօրինի այս գործառույթները, որոնք նրանք արել են այս ամբողջ շրջանում։ Եվ
Ոչ մենակ Եվայի համար, որ ասենք հրապարակվեց այդ նյութը, որ իր քարտուարուհին է եղել Մոսկվային մեջ եւ այնտեղ ինքը մի դուքյան է բացել իր համար, մարդկանց է տարել բերել, բոլորին փոխել է, հասկանում եք, նույնիսկ հավաքարարներին, բաներին իր մարդկանց է դրել։ Սպրուտ է մի հատ, ճահիճ է մի հատ սարքել այնտեղ։ Եվ այս ձևի սրբապիղ ստականքը, որ այնտեղ էր փաստորեն այս սպրուտը առաջացրել, ազնիվ հավատացյալներին հալածանքի էր ենթարկել։ Այ հիմա նայում է Խաչատուր Սարգսակը, հա, որը որ իր զոհն է, տուժվել է այդ մարդը, որին հալածել է, անգամ մահափորձ է արել այս մարդու վրա։ Եվ իհարկե Ռուսաստանի Դաշնության պես մի խայտառակ պետության մեջ այդ մարդը չկարողացավ այդպես էլ գտնալ արդարությունը, այսինքն դատարանի առաջ կանգնեցնել Եզրասին։ Ոչ, չէր կարողացել, որտեղ Եզրասը հատուկ ծառայությունների գործակալ է։ Եթե նա գործակալ չլներ, կկանգնացներ շատ հեշտությամբ, քանի որ հայերը գիտեք, ռուսի աչքի լույսը չեն այնտեղ։ Եթե Եզրասը արժեք չլիներ հատուկ ծառայությունների համար, իրենց գործակալական ցանցի համար նվիրում չունենար, այսինքն այս ստորակար ծառայությունների դավաճանական ընթացքի համար, ինքը երբեք չէր կարողանալու հանգիստ պլստալ, ոչ իր գործել 15 տարեկան պատանին գցեց իրեն 14 հակի պատշգամբից մոր եւ կրտսեր քրոջ ներկայությամբ ինչպես պատահեց որ այդ պատանին Եզրասի հետ հանդիպումից հետո երբ որ միջոցառումը ավարտվեց մոր հետ էր գնացել եկեղեցի միջոցառումից հետո Եզրասը կանչել էր իր կաբինետը դրանից հետո լուրումուչ հասան իր մայրիկի հետ տուն եւ այդ դեպքը այդ դժբախտությունը տեղի ունեցավ ապա սա ինչ է եթե ոչ Եզրասի հերթական մանկապղծություն էր որ տեղի է ունեցել եւ դա էր այն փաստորեն տրթապաճառը որը ուղակի խելագարության աստիճանի այդ մղեց այդ երեխային իրեն ինքնասպանության փաստորեն իր կյանքը վերջացնել Եվ սրանից հետո այս մարդը շարունակում է մեդալ, օրդեն է, բան է, շքանշան է ստանում, շարունակում է մնալ այս հատորին։ Տեսնում եք ինչքան խեղվել են արժեքները, որտեղ Կտրիչ Ներսիսյանը առաջին հերթին ինչ է արել, հարված հասցրեց որտեղին, արժեքներին մեր, արժեհամակարգը նա ցեխի մեջ մցրեց, տրոհեց, ոչնչացրեց։ Այս սրանից է սկսվել մեծ սրբապղծությունը եկեղեցում։ Այստեղից է սկսվել։ Ուրեմն այս մարդիկ կախաղանի արժանիք ունեն։ Նրանց կախել է պետք։ Նրանք ներում, բեկում չպիտի ունենան։ Ես կրկնում եմ, ես այստեղից հորդորում եմ պատկան մարմիններին։ Մեղքից պահեք մեր ժողովրդին, սիրելիներ։ Կարժանանան ժողովրդական դատի կսպանեն իրեն, ժողովուրդը կսպանի։ Կալանավորեք այս մարդկանց օր առաջ, որպիսի այդ գայթակղությունից հեռու պահեք մեր ժողովրդի զավակներից։ Տաքարյուն Հնարավոր չի հանդուրժել նման կեղտը, նման սրբապղծությունը, որ տեղի է ունենում տևական եկեղեցիների մեջ։ Սա խոմ ուրիշ տեղ չի կատարվում, եթե դա կատարվեր ինչ-որ աշխարհիկ հաստատության մեջ, ինչ-որ մի հիմնարկության մեջ, կարա ենք ասենք, որ մի արատավոր հերթական երևույթ է, բացասական եւ դրանով վերջացնենք այդ խոսակցությունը, բայց սա տեղի է ունենում սրբության սրբոցում, Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Հայաստանի Սարաքելական Սուրբ եկեղեցում։ Իհարկե նաև Արշակի նամակը, տեսեք, նամակը, որը ուղղված է Կտրիչ Ներսիսյանի քրոջ որդուն, Մկրտիչ Պրոշյանին, որը որ այսօր բանտակված է։ Այնտեղ որտեղ որ նա խոստովանում է, որ իր հարցը դրված է, ասում է կրուտից էլ չեմ կարող լինել, այսինքն այդ չի կարա այլևս տակից դուրս գալ այդ աֆերիստությունները չի կարա անել այնտեղ դերասանությունը ինչ որ արել է եւ ինչ որ տեսանյութը տեղադրել են համացանցի մեջ այդ տեսանյութը միլիոնավոր դիտումներ ունեցավ շատ կարճ ժամանակահատվածում եւ ամբողջ հասարակությունը ծանոթացավ այդ խայտարակությանը եթե այդպես չլիներ ինչ պիտի նա աներ վարկյան առաջ նա կգնար ինքը կդիմեր դատախազություն կհանձներ այդ տեսանյութը եւ կպահանջեր դատախազությունից որ քննեն եւ ստուգեն վերջապես էքսպերտիզայով հերքեն եթե դա ուրիշ ինչ որ կեղծ բան է բայց քանի որ նա լավ գիտի
որ դա իր մասին է այդ ֆիլմը, որ ինքն է այնտեղ, ոչ մեկ ուրիշը, արհեստական ինտելեկտ չի, ինքն է, դրա համար ինքը չարեց այդ գործողությունը, քանի օր անցավ, քանի ժամանակ անցավ, կտրիչի կամակից ման է գայս, այսօր գնաց ընտրա տեղամաս ընտրությունը անելու, ում է ընտրել, գիտեք, հավատում եք, չէ, որ արդյոք հավատում եք, որ ինքը գնացել է, այսօր ընտրել է քաղաքացիական պայմանագիր կամ առողջ ընդդիմադիր, ասենք հանրապետություն կուսակցության տեխնացուներին, ոչ, ինքը գնացել է ընտրել է մաֆիային, անցյալն է ընտրել, այն ռոժը, որ դրել եմ ես, իմ էջում տեսել եք, հա, այդ խուժանը, որ կա, չգիտեմ ով է, ոնց որ վայրենի մի հատ լինի։ Այս խայտարակությունն է, սիրելիներ, այս խայտարակությունն է, որ կատարվում է։ Եվ ասում եմ, ուրեմն այս բոլորի ֆոնի վրա, այսօր Խաչի գյուղում փարահեղ պատարակ եղավ, Աստված ընդունելի անի, ձայներ անսպառ բոլոր հոգևոր դասի ներկայացուցիչներին եւ իհարկե ես այստեղից ուղղակի իմ հիացմունքս եւ իմ շնորհավորական եւ երախտիկի խոսքը ուզում եմ ուղղել բարեխնամ առաջնորդ Վայոց Ձորի թեմի Աբրահամ arczepiskopos Մկրտչյանի, որը իբրև հայոց թեմի Վայոց Ձորի առաջնորդ եկավ, հանդիպեց, ընդունեց եւ իհարկե փաստորեն նախագահեց այդ պատարակին, որովհետև այլ կերպ չէր կարող լինել եւ այնտեղ չի հնչել սատանա գարեգին բեսի, հա, ինչ որ իրան բեսել են անվանում, այդ գարեգին բեսի անունը չեն տվել, որովհետև նա կաթողիկոս չի, նա սատանիստ է, սրբապիղծ տականք է, որը բռնազավթել է եկեղեցին եւ փաստորեն այսօր ձեռնոց նետվեց, մարտահրավեր բացվեց կտրիչին, հիմա ասել են դրա մասին, իհարկե լուր տվողներ կան, չէ, այնտեղ շպիոն ունի, բնականաբար, ամիջապես զեկուցել են, որ Աբրահամ Սրբազանը քաջալերել է, որ պատարակի ժամանակ քո անունը չտան։ Այսպիսով ես համարում եմ, այստեղից հայտարարում եմ, Վայոց Ձորի հայոց թեմը անջատվեց Կտրիչ Ներսիսյանից, այդ եկեղեցիները ոչ մենակ Խաչի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին, այլ ամբողջ Վայոց Ձորի թեմի եկեղեցիները ազատագրված են։ Եվ ես վստահ եմ, որ որևէ եկեղեցում Վայոց Ձորի թեմում հետ այսու, մինչև այդ process-ը շարունակվում է, եւ մինչև իր տրամաբանական ավարտը, այն է Կտրիչ Ներսիսյանի անհապաղ հեռացումը գահից, որևէ մեկը, որևէ մի պատարակի կամ առողջության իր անունը ժամերգություն ինչ լինի էլ, չլինի իր անունը չեն տալու, այլևս։ Ես կոչ եմ անում այստեղից Կոտայքի թեմի բարեխնամ առաջնորդ Առաքել arczepiskopos Քարամյանին, որը շատ ազնիվ անձնավորություն է, շատ նվիրված է հոգևոր կյանքին, նմանապես, որպեսզի նա հրահանգ տա իր քահանաներին եւ այլևս Կոտայքի թեմում էլ այդ բանը չանեն։ Եվ առհասարակ ամեն մի առաջնորդ, ով որ ունի նամուս, ով որ ունի ոչ թե շան աչքեր, այլ մարդ է, նա պիտի այդ գործը անի։ Նա պիտի այլևս արգելք հանդիսանա ու այլևս թույլ չտա, որ իր քահանաները գործող թեմում սատանա կտրիչի անունը տան, որտեղ պղծում են պատարակը դրանով։ Պղծում են։ Այդ նույնը Ռիմայի անունը տան, որը Մերոն է եփել։ Ինչ տարբերություն։ Հիմա կտրիչի անունն են տալիս, թե Ռիմայի անունը տան։ Մերոն է փող Ռիմայի անունը։ Նույն հաշիվն է, ինչքան Ռիմայի անունը չես կարող պատարակին հնչեցնես, որը Մերոն է եփել, Մերոնը Ռիմայի եփած ձեռքի գործն է։ Փաստ է դա, սիրելի ժողովուրդ, նույնքան էլ չես կարողանում այդ սատանայի անունը տաս։ Օրինակ ես որ պատարակ եմ անում, ես իր անունը վաղուց չեմ տալիս։ Ես միշտ տալիս եմ Արան կաթողիկոսի, որը բավերական է, օրինական ընտրված, Սահակ պատրիարքի անունը եւ Երուսաղեմի Նուրհան պատրիարքի, որտեղ դրանք օրինական են։ Ընտրված են այս մարդիկ։ Ես չեմ կարող իրենց անունը չտամ։ Բայց սատանայի անունը ես երբեք չեմ տվել, քանի ժամանակ ես որ ինչքան պատարակ անում, երբեք իր անունը չեմ տալիս։ Սատանայի անունը որ տամ այդ պատարակը ընդունելի չի լինի Աստծո մոտ։ Չի կարող ընդունելի լինել պատարակը, եթե ես սատանայի անունը տամ։ Չէ որ պատարակից առաջ մենք հրաժարվում ենք սատանայից։ Եթե ես հրաժարվեցի սատանայից, ո՞նց եմ ես պատարակի ժամանակ նորից անդրադառնում ու սատանայի անունը տալիս։
Ուրեմն սա չի կարող լինել։ Հիմա անդրադառնանք այն բանին, ինչի համար ես հարց եմ ուզում տալ Կտրիչ Ներսիսյանի եղբորը Սիրելիային, Կեղտին, Եզրասին, մանկապիղծ։ Ինչի՞ չես եկել Գերագույն հոգևոր խորհրդին։ Վախ կա։ Կռահում եմ այստեղից, որ վախ կա։ Ես այստեղից կրկնում եմ սահմանապահներին Հայաստանի Հանրապետության, հորդորում եմ, սխալվի գանա, անմիջապես ձերբակալում եք եւ նստացնում եք օդանավ Կիև, Բարիսպոլ, այրոպորտ։ Ուղեկցում եք այնտեղ։ Իմ կյանքի նպատակը, սիրելի ժողովուրդ, այստեղից բաց հայտարարում եմ։ Եզրասը ոչ թե պիտի վերջանա իբրև եպիսկոպոս եկեղեցում, ոչ, սա իր համար կլինի ուղղակի, որ ես իրեն շատ եմ սիրում։ Ես ցանկանում եմ այստեղից հայտարարում եմ, ամենը թող լսեն ուղիղ։ Ինքը պիտի իր մարդկային կյանքը պիտի վերջանա Ուկրաինայում, Կիևում, քանի որ նա սպանել է Կիևի, Ուկրաինայի ժողովրդի եւ այդ թվում նաեւ հայ բնակչության։ Նա է ուղարկել Արբատի այդ զինվորականներին, որպեսզի սպանություններ անեն։ Երեխա են սպանել, կին են սպանել, հայ է եղել, ուկրաինացի է եղել, այլ ազգի եղել, կապ չունի։ Բոլորին ինքը ուղարկել է սպանության համար։ Այս մարդը մարդասպան է, փաստացի։ Կազմակերպել է զանգվածային սպանություններ։ Եվ գտնում եմ, որ պետք է Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ Հայաստանի իշխանությունը պետք է լավություն անի Ուկրաինայի ժողովրդին եւ իշխանություններին ընթառաջ գնալով պետք է այդ տականքին արտահանձնի Ուկրաինա եւ ես ասում եմ հետամուտ եմ լինելու իմ աչքս դա պիտի տենա ես պիտի դրա տեսնամ ուրախանամ որ Եզրասը Ուկրաինայում դատվում է նա պիտի Ուկրաինան սատկի բանտի մեջ ինչպես որ սպանել է տվել Ուկրաինայի ժողովրդին այդ թշնամին ոչ մենակ հայ ազգի փաստորեն թշնամին է նա բոլորի թշնամին է նա թշնամի է բոլորի համար եթե նա այդ գործի մեջ խառնվեց մեր պատերազմը չի սա ռուսի եւ ուկրաինացու միջև է չէ այդ պատերազմը ինչ գործ ունի նա այդ սպանությունների հետ տեսեք որպիսի գնա շոհոքորտի մեդալ ստանա այս պետությունից նա արել է այս կեղտոտությունը ուրեմն սա էլ մի կողմ պիտի անպայման պիտի արձանագրենք եւ պիտի ոնց ասած կնիքը դնում եմ այս գործի վրա այդ պիտի տեղի ունենա նա պիտի վերջանա իր մարդկային կյանքը Եզրասի պիտի վերջանա Ուկրաինայում վերջնակետը քո Կիևն է Եզրաս վերջ քո կյանքի օրերն են հաշված ոչ թե եպիսկոպոսության կյանքի օրերն են հաշված որտեւ նա միջազգային հանցագործ է արդեն նա ոչ թե մենակ հանցանք է գործել մայր եկեղեցու դեմ Ռուսաստանի եւ նոր հայոց նոր Նախիջևանի հայոց թեմի դեմ է գործել այդ եկեղեցիները բոլոր ախտոտել է ոչ միայն Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դեմ է գործել ախտոտել է ոչ միայն Հայաստանի Հանրապետության անկախության ինքնիշխան պետականության դեմ է գործել ախտոտել է ոչ նա նաև գնացել է միջազգային օրենքը խախտելով եւ սպանություններ է իրականացրել Ուկրաինայում այս սա է արել նա վատթարացրել է մեր երկու ժողովուրդների հարաբերությունները կակամայից որտեղ ասում են ես ի՞նչ է կատարվում եկեղեցականը մարդ է ուղարկում սպանության համար դուք պատկերացնում եք ինչ մեծագույն դա խայտառակություն է աննկարագրելի ուրեմն այս արշակը պետք է հայտնվի իհարկե քրեակատորական հիմնարկում ես վստահ եմ որ պետք է նրան դատեն Նախ ներսես arczepiskopos Պոզապալյանի սպանության փաստով ինքը շահագրգիռ կողմ էր ինքը իր տեղը իր թորը ինքը բռնեց նստեց իր տեղը ինքը երկրորդ օրը հանեց Գարեգինը ներսես arczepiskopos Պոզապալյանին դիվանապետի պաշտոնից որպեսզի այս լակոտին բերի այդ շմարավոս արշակին բերի նարկամանշիկին բերի նրան էլ սարքել է նարկամանշիկ սարքել է նա որպեսզի կառավարելի դառնա Եվ միասին չարագործություններ անեն Էջմիածնի մեջ։ Միասին են գործում։ Մոխ ռագույն են ասում, չգիտեմ, գործ չեն ասում, ինչ են ասում այդ տականքին կարդինալ։ Ինքն է կեղտոտությունները
կյանքի կոչում, ինչ որ կտրիչը ասում հանձնարարում է, ինքը կյանքի է կոչում։ Քանի հոգևորականներին արշակ կանգնում էր սառնասիրտ, հարյուրավոր մարդկանց ասում էր ստեսություն ասենք այս հոգևորականին, այն հոգևորականին, կարգազրկում էին, ստեսություն էին ասում, այն մարդկանց էին ասում, որոնք նվիրյալներ էին, ծառայում էին այս եկեղեցում, ոչ մի բողոք չկար իրենց վրա, ոչ մի ապստամբություն չկար, համայնքից որևէ մի բան չկար, այսինքն պատճառ չկար հիմնավոր, որևէ բան չկար, որ հարցը լսեն նույնիսկ բանը, կարգապահականը։ Ես չեմ խոսում, որ այդպիսի սրբապիղծը ինչ գործ ունի կարգապահականի մեջ, ինչ գործ ունի։ Բայց հարցը ստեղ չէ։ Այ հիմա դու ես գնալու, թեև նամակի մեջ ասում է, որ վրես, յանում տանձից չէ։ Ես ձե բան է կա, կարդացեք իմեջում գրած է։ Ջանդամն անեն ինձ, բան անեն, շորեր են բերելու քեզի, բանին ասում, Մկրտիչ Պրոշյանին բանտ են բերելու շորերը, որտեղ վրես 1000 ու մի թեմա կա, բա, պիտի բերեմ, որ ցուրտ է այնտեղ մրսում ես, որ միասին նստենք։ Դուք հասկանում եք, այս մարդիկ լավ էլ հասկացել են, նրանք գիտակ գործել են այս հանցագործությունները, ոչ թե նրանք անգիտակցաբար են արել, նրանք դա լավ են հասկացել, որ իրենց արածը ոճիր է, սատանայություն է, որ նրանք Սուրբ Հոգուն են հայոել, նրանք ամեն ինչ արել են գիտակցաբար, ինչը շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ ներում, բեկում, որևէ բան չպիտի լինի այսպիսի մարդկանց նկատմամբ։ Եվ ասեցի, այո, կենտրոնում այս ֆիգուրներն են, թիրախում այս տականքներն են, այդ 3 անձերը, բայց սա ամենևին չի նշանակում, որ մյուս սրբապիղծ մարդիկ կամ մյուս ամփարոյականները, որոնք կան, ուրեմն նրանք պիտի բան լինեն, ամնիստիա պիտի լինի իրենց համար եւ նրանք պիտի ազատեն իրենց գլուխը։ Ոչ։ Ժամանակը գալու է, ձեր հերթնել է գալու, հաշիվը տնտեսության պահանջելու ենք ձեր ծառայությունը, ինչպես է ընթացել, ոնց եք դուք ծառայել, ինչ եք դուք արել, ով եք դուք, ընդհանրապես ինչ եք, ինչացու եք։ Այդ կինոն հիշում եք, այդ հայկական կինոն որ կա, որ ասում է աղջիկ ենք տալիս, չիմանանք ով է, պեսացուն, ինչ է, ինչացու է։ Հիմա ես բանով ձեզ ենք անդրադառնալու այդ իրական կարգապահական ժողովը, որ պիտի նորը կազմվի։ Եվ ասելու ենք ով եք, ինչ եք, ինչացու եք, ինչով եք զբաղվել, ինչ եք արել։ Որն էր ձեր առաքելությունը եւ ահավասիկ ուր հասանք։ Էջմիածնի մեջ աղանդավորականությունը լեփլեցուն, Էջմիածնի մեջ վխտում են աղանդավորականները, որովհետև զզվել են այս եկեղեցուց, չեն ուզում տեսնալ այս մարդկանց երեսները։ Տասնյակ տարիներ քոց պայեց դուրը մայր տաճարի, փակեց մի բանի համար, որ փող առնի։ Հարուստներին կթի, իբր թե ռեմոնտ անում, դրա համար փակել տվեց գլխավոր տաճարը, դուք հասկանում եք աստիճանը սրբապղծության։ Այդ գմբեթի խաչը ինչ արիր, կտրիչ, սրիկա։ Դուք գիտեք, որ կեղծ խաչ է դրել, եւ իր անունն է գրել այդ խաչի վրա եւ Լուիզի անունն է գրել։ Ես շատ կուզեմ, որ կոմիսիա կազմվի գնա այնտեղ, մի երիտասարդ հարգավակ բարձրացնեն այդ գմբեթը, որ այդ ֆոտոն քաշի բերի ներկայացնի, որ դա իրականություն է, այստեղից ինչ որ հայտարարում եմ։ Այսինքն այն աստիճանի են նրանք սրբապղծել ամեն ինչը, որ ոնց ասած ռուսի ասած դալչի նեկուդ է, որ ասում են։ Այդ ծերը չի երևում այդ կեղտոտության, այդ սրբապղծության։ Եվ իհարկե սիրելի ժողովուրդ, ես պիտի ասեմ, որ վստահ եմ ես, որ այն ազնիվ եպիսկոպոսները, որոնք այսօր նախաձեռնել են այդ քայլը, որ նրանք իսկապես պետք է գործեն հանուն եկեղեցու մաքրագործման, հանուն մեր ժողովրդի, հանուն մեր հայոց պետականության, եւ պետք է ազատագրեն Մայրաթոր Սուրբ Էջմիածինը սատանայից։ Պետք է այդ սատանան սեպտրուսիկավոր, որ իրանք միշտ էլ անբանել են իրեն, գիտեք, Գարեգին Բեյի անունը միշտ ինչ են ասել ինձ։ Երբ որ խոսել եմ եպիսկոպոսների հետ, դրանք միշտ ինձ ասել են սեպտրուսիկավորը։ Մյուս բառը գիտեք ինչ են օգտագործել, տանձը։ Էս է եղել իր մասին խոսելուց, ասել են դեր այդ սեպտրուսիկավորը,
Կամ ասել են տանձը։ Հիմա ես ձեզ բաց ասում եմ, արդեն այդ օրը ժամը հասունացել է, կարող եմ ասել։ Հետևաբար ես համոզված եմ, որ այդ ազնիվ եպիսկոպոսները պետք է այդ քայլը անեն եւ պիտի նրան վերջացնեն, ուղղակի պետք է վերջացնեն, այս խաղալիքը պիտի վերջանա։ Էջմիածնում արշակի հետ կապված, այդ շմարավոզ արշակի հետ կապված, եզրասի հետ կապված, կտրիչի հետ կապված, այդ հարցը պիտի փակվի, որտեղ այլևս այս մարդիկ ոչ մի անելիք չունեն եկեղեցում։ Նրանք ամբողջովին խայտարակված են, ես վստահ եմ, որ հիմա առողջ ուժը Էջմիածին պիտի գա, արդեն գիտեմ, որ հաղթում է քաղաքացիական պայմանագիրը, եթե չեմ սխալվում, արդեն ձայների մեծ մասը այս պահի դրությամբ քաղաքացիական պայմանագրի կուսակցությանը եւ վստահ եմ, որ մյուս ուժերը արդար, առողջ, նաեւ նրանք էլ երևի ներկայություն պիտի ունենան, բայց կուզեմ ասել, որ այս կեղտերը նախկինը ներկայացնող սատանեկը, նրանք շանս չունեն, բացարձակապես։ Նրանք ոչ մի շանս չունեն, որտեղ նրանք սատանայություն պիտի գործեին այնտեղ, եթե աթոռը բռնեին։ Մենք երկրորդ Վարդանիկ, երկրորդ Վարդան Ղուկասյան, լավ, այսպես ասենք, Վարդանիկ ներվում է, որ ասում ենք Վարդանիկ, Վարդան Ղուկասյան, այդ Գյումրի խայտարակ գողավազակ քաղաքապետը, չենք ուզում միատել, որ Էջմիածին ունենա նույն ձևի մի այլանդակություն։ Այս սա է, սիրելիներ, եւ Պիպոյի իհարկե այդ Դոն Պուպուլիկը, այդ Պիպոն կեղտը Ռուսաստանում, որը շաբաթներ առաջ հիշում եք, չէ, Արշակին սատանա անվանեց, ինչ ասեց, չասեց իրեն։ Այդ Պուպուլիկը, որ ասել է, կտրիչ, բայց Պուպուլիկի խոսքը ոնց չես լսում, չէ, որ քո Պուպուլիկն էր, հետը խաղում է իր միշտ, տանում է իրեն տարբեր հանձնարարականներ էր տալիս օտարելու համար սրբությունները, իր ձեռն էր տալիս, որ ինքը տանի ծախի, առևտրական անա, սրբություններ ծախողա։ Էտա իրենց կապել, այս հանցանքներն են կապել, մեկ էլ են մնացած իր կեղտոտ խարդախությունները, որը արդեն եզրասի այդ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմում էր կազմակերպում։ Բայց ինքը ձեզ հորդորել է, չէ, որ այդ կեղտին պիտի ազատվեք, այդ կեղտից ինչի չեք ազատվում։ Գիտեք, որտեվ արշակը նաեւ, ես ասում եմ ձեզ, մի բան կա, որը արշակից շատ է վախենում, արշակը վիդեոներ ունի կտրիչի վրա։ Եթե արեց, ես մտածում եմ, որ արշակը այլևս կորցնելու բան չի ունենա, անպայման համացանցի մեջ կհայտնվի կտրիչը առաստրոսիկի, վազում է վեհարանում հավաքարարների հետ։ Զվարթնոցում են մնում, կարծեմ, մայր ու աղջիկ, ով գալիս մաքրում է իր սենյակը վեհարանում։ Ուրեմն երկուսի հետ էլ պարկել են, եւ ես հաստատ դա գիտեմ, ինձ ասել են այս մասին, որ արշակը դրան նկարել է, մի քանի ասել է, այսպես այլանդակ բաներ են նկարել վրեն, եւ դրանով միշտ իր օծիկը կարճ է պահել։ Միշտ ասում էր կտրիչ գնա գե։ Հիմա ես մտածում եմ դրա համար է վախենում, թե չէ նա պոռնիկ է, նա ինչ, որ այդքան իրան դա ծառայեց, կգցեր աղբամանը։ Վախենում է, որ այս համացանցը կհեղեղվի այս բանով։ Ու դուք կտեսնաք սունատված կտրիչին, չէ, որ ինքը կպցնում էր այս կեղտոտությունը, ասում էր Փաշինյանին էր կպցնում, բայց դուք պիտի ձեր աչքով տեսնաք, եթե այդ ռոլիկը հայտնվեց, որ ինքը իսկապես սունատված է կտրիչը։ Այս սա պիտի լինի։ Ուրեմն ես էլ չեմ բացառում, որ մոտ օրերին մեր ժողովուրդը այս վիդեոն էլ տեսնա Կտրիչ Ներսիսյանի վրա։ Հետևաբար շատ մարդկանց վրա նյութեր կան, ես կրկնում եմ, բայց քանի որ այսօր էլ Նատալի Ալեքսանյանը մի բան հայտարարեց, որ ինչ որ հոգևորական իրեն զանգել է եւ խնդրել է, որպեսզի իրեն մասին որևէ բան չխոսա, ինքը խոստացավ իրեն օգնել եւ այլն։ Նատալին էլ իրեն խորհուրդ տվեց, որ գնացեք ուղղություն տվեց ազգային անվտանգություն, ոստիկանություն եւ այլն։ Բոլոր դեպքերում ես ուզում եմ ասել, որ բացի Նատալի Ալեքսանյանի ռեսուրսը, ես զուգահեռ ռեսուրս ունեմ, որը ոչ պակաս բաներ է լեցուն այդպիսի նյութերով եւ այդ նյութերը ուղղակի այն մարդու մոտ ում որ գտնվում է
Մենք համաձայնության ենք եկել եւ ինձ խնդրեց, ասեց սպասենք ինչպես ընթանան, տեսնանք եպիսկոպոսները արդյոք այդ գործը կանեն, որտեվ խայտարակելը դա մի վարքյանի գործ է, գիտեք, չէ՞։ Վիդեոն դնում եմ, մի անգամից տարածվելու է, ամբողջ համացանցը հեղեղվելու է, ժողովուրդն էլ ասում է խլեբը նկարում, իրենց համար դա բան է, շուտ կտարածեն, արդեն ես չեմ էլ խառնվի այդ բանի մեջ։ Ու խայտարակված կլինեն, ճակատագրեր են խեղվելու, այնպես ինչպես որ դուք խեղել եք բազում հոգևորականների եւ նրանց ընտանիքի անդամների, եթե ամուսնացյալ են եղել, օրինական ամուսնացյալ, հոգևորականների ընտանիքները։ Այստեղից բաց հայտարարում եմ, ճակատագրեր են խեղվելու։ Ինձ մեկը ասեց, որ եզրասին գիտես, ասեց ինչ լավ պատիժ կլներ, մատները կտրենք, որ առանց մատների մնա։ Ես գտնում եմ, որ դա հեչ պատիժ չէ իր համար, սա իր համար նվեր կլներ։ Իրան պետք է ուղարկել Ուկրաինա, ես ասում եմ, ամեն ինչը պիտի անեմ իմ կյանքի մեջ, որ հասնեմ այդ նպատակին, մենակ իմ աչքերը տեսնան, ոնց է եզրասը, արտահանձնում Ուկրաինա, եւ Ուկրաինայում թող դատեն իրեն, բանտ դնեն, ուտեն ընդեղ, բռնաբարեն, ինչ ուզում են թող անեն, այդ արդեն իրանց գործը կլինի։ Մեզ համար այդ կարևոր չի արդեն, իր ճակատագիրը։ Մեզ համար կարևոր է, որ Գևորգ Ներսիսյանը փտի բանտում, մյուս եղբայրը, հարբեցողը, աշխարհականը, Կտրիչ Ներսիսյանը հայտնվի բանտում, Եզրաս Ներսիսյանը Ուկրաինայում արտահանձնվի Ուկրաինա, իսկ Արշակն էլ նմանապես պիտի գնա բանտը, եւ ես ցանկանում եմ, սիրելի իրավապահ համակարգ, դատական համակարգ, իմ ուղղակի սրտի փափագն է։ Վերջում է, որ բոլորին այդ թաշախուստով լրիվ հավաքեք ես կեղտերին, մի կամերայի մեջ դրեք դրանց։ Եվ այնտեղ մի հատ տեսախցիկ դրեք, էլի։ Դուք էլ կզվարճանաք, համել երևի մի օր պատմության մեջ դա կմտնի, այդ ֆիլմը կհանեն։ Ինչ են արել իրար հետ, ոնց են իրար հետ վարվել։ Այս սա եմ ցանկանում, որ մի կամերի մեջ նրանք նստեն իրար հետ։ Եվ Տաշի Սամոնել հետ գա, բարերարը, դրանց բարերարը։ Այդ թող իրար հետ նստեն, ջան ասեն, ջան լսեն։ Ու կտեսնակ իրանք ինչ են անելու իրար։ Եթե դուք ուզում եք ձեր գործը թյուրին լինի, իրանց դրեք մի կամերի մեջ, տեսեք իրար ոնց են մաս փիդրում։ Այն կնիկները որ կան, չէ՞ որ կան sense հարաճի կնիկները, որ ինչ որ մի բանի վրա իրար մազ են փիդրում։ Այդ տեսարանն է լինելու դեռ ավելի երևի գարշելի տեսարան կլինի։ Եվ իհարկե լավ է ընթանում, ես տեսնում եմ հեռատեսությունը մեր երկրի վարչապետի, իրապես ինքը ստրատեգ է, գիտեք, մենք գուցե մի որոշ բաների մեջ կարող է համբեր լինենք, ես միշտ բացատրում եմ դա, որտեղ ես շատ երկար եմ դա սպասել եւ շատ երկար եմ պայքարել այս բանի համար։ Երևի եթե ազնիվ լինի ամեն մարդ, պիտի ընդգծի, որ այս գործի պիոները եղել է Տեր Սահակը, ուրիշ ոչ մեկ չի եղել։ Եվ ով կփորձի իրեն վերագրել, Աստված կպատժի ուղղակի։ Ով որ կփորձի իմ պայքարը վերագրել իրեն։ Ես սա ասում եմ ամենայն ճշմարտությամբ, որտեղ կան մարդիկ, ես հիմա այստեղից անունը չեմ տա, բայց ես արդեն մի քանի եթերից լսել եմ, էլի, որ ոմանք փորձում են իրաց վերագրել։ Դուք ուր էիք, երբ որ ես խոսում էի այստեղ։ Դուք այդ ժամանակ Կտրիչ Ներսիսյանի կամակն էիք լիզում։ Այս շատ կոնկրետ եմ ասում։ Հասկացողը հասկացավ ում մասին է խոսքը, վստահ եմ հետևում են, բոլորն էլ նայում են, այսպես եթե նույնիսկ ուղիղ եթերի ժամանակ չեն նայում, հետո են նայում, անդրադառնում են իմ խոսքին, որտեղ իմ խոսքը ունի ազդեցություն։ Եվ այստեղից ծագել է նախանձությունը։ Ես մի քանի օր առաջ հրապարակեցի մահացու մեղքերի մասին, որոնց մեջ դուք նաև նայեցիք նախանձությունը, որ դա էլ է մահացու մեղք։ Ցավում եմ, որ որոշ հոգևորականներ կան, որոնք այդ ախտով են տարապում նախանձությամբ։ Այո, ես ազդեցիկ մարդ եմ եւ ազդեցիկ խոսք ունեմ, քանի որ ես այս պայքարը անկեղծ եմ արել։
Ես դա արել եմ հանուն եկեղեցու, հանուն մեր ժողովրդի եւ արել եմ դա տարիներ շարունակ։ Մի օր չեմ արել, ես տասնյակ տարիներ շարունակ դա արել եմ։ Կտրիչ Ներսիսյանը գահին չէր, ես իր դեմ խոսել եմ միշտ ամենտեղ։ Հայաստանում քահանա եղած ժամանակ, որ ծառայել եմ Հայաստանի մեջ, ես միշտ ամենտեղ առիթը երբ որ չէի կորցնում, չէի բաց թողում որևէ մի առիթ, երբ խոսքը գնում էր այս անձի մասին, որ ես բացատրություններ տայի եւ փաստեր ներկայացնեի, որ այս մարդը անարժան է, հոգեվորական չի։ Արքեպիսկոպոս էր այն ժամանակ, խուլիգանը, հա, այդ Արարատյան թեմում էր։ Բոլորը լավ գիտեն, մի հատ տեր նորայր կա է, մի անգամ չգիտեմ ոնց խոսքը գնաց, հիմա մասիվի, կարծեմ 5-րդ մասիվի հայորդյաց տան մեջ է։ Ինչ որ այնտեղ աշխատանք ունի։ Ասե դե գիտեն քեզ, ասма դու միշտ էլ դեմ ես եղել դրան։ Այսինքն որտեղից է այդ խոսքը վերցնում։ Այդ խոսքը վերցնում է հենց դրանից, որ նա էլ գիտեր, նա լրտեսներ, իրեն լրտես էր աշխատում, գիտեք, չէ, քահանաներ էր պահում իր թեմում, խոսք տանող բերող։ Ես շատ լավ հիշում եմ, Կոնդի Սուրբ Հովանեսում նստած ենք եւ կտրիչը ուրեմն մի հատ համագյուղացի ուներ, որին շատ էր վստահում, բայց այդ տղան ինձ հետ ընկերություն էր անում, Տեր-Վահանը։ Հետո դրան կարգազուր կարեց, միջայլոց Ամերիկա գնաց, ես մարդուն կարգազուր կարեց։ Թեև նա հիմա գործում է այնտեղ, որքան գիտեմ, գործում է։ Ինքը լավ մարդ էր, բան չունեմ ասելու, լավ անձնավորություն էր։ Ուրեմն, թեև ինքը իր համագյուղացին է եւ երբեք չէր թաքցնում, որ իր հարաբերությունները լավ են իրենց հետ, իր հետ, եզրասի հետ, ինքը միշտ էլ ասում էր։ Բայց դա չէր խանգարում, որ մենք ընկերներ լինենք, որտեղ ինքը լավ անձնավորություն էր։ Ես էի նստած, Տերավետիսը նստած էր, բանը, այն ժամանակ Տերարտակը ողջ էր։ Հոգին լույս դառնա։ Այդ նորայրը երբ որ մոտենում է, մենք էլ պատուանից նայում ենք երիտասարդան մեջ, որ նա պիտի մտնի, ասում եմ սուս մնացեք, որտեղ գիտենք, որ արդեն նա որ գալիս է, խոսակցությունը լսում է։ Եվ շատ լավ հիշում եմ մի դեպք, տեսեք ինչ կադրեր են նա պատրաստում։ Մի հատ աշխարհական մարդ մտավ, չգիտեմ ինչ խոսքը որտեղ գնաց, հավյանք տվեց այդ կտրիչին։ Գիտեք ինչ պատասխանեց Տեր Նորայրին։ Այ որտեղից ինքը աճեցրել է ստրկամտությունը, այսինքն ստրկամիտ մարդկանց է բերել առաջ։ Ասել է ինձ հայհոյեիր, ասել է ոչինչ չէր լինի։ Պատկերացեք մարդը նամուս չունի, բայց ասում է քանի որ դու իմ առաջնորդին հայհոյեցի Գարեգին Սրբազանին, խոսքը տեղ կհասնի։ Բաց ասել, բաց տեքստով։ Այդ դրանից ինչ պիտի եզրակացնես։ Պետք է եզրակացնես մատնիչներ են։ Եվ ինքը դաստիարակել է այդ սերունդը, որ 26 տարի, դա մի սերունդ է, 25 տարի, հոգևորականների մի սերունդ, մատնիչներ, խայտառակ անձեր, ամփարոյականներ, այն անձնավորություններ, որոնց վրա 1000 ու մի տեսակի լծակ ունի ազդելու, որտեղ կեղտոտության մեջ են եղել այս մարդիկ։ Այսպես կամ այնպես։ Եվ սա արել է միտումնավոր, որ իր համար դժվարին ժամանակները, եթե մտածել է, հա, հեռատես է եղել, որ ինչ-որ մի բան դիպատայի, ապա նրանց կարճ օձիքի վրա պահի եւ չկարողանան թպրտալ։ Բայց այսօր տեսել է, որ այս օձիկից փախել են, մի քանի եպիսկոպոս կա, որ թոգից փախել են արդեն եւ անկառավարելի է դարձել արդեն այս process-ը։ Ես շատ ուրախ եմ, որ անկառավարելի է դարձել եւ համոզված եմ, որ երկար չենք շատ սպասելու սիրելի ժողովուրդ։ Մի քիչ երկար տևեց, բայց երբ որ ես այդպես մտածում եմ, որ 26 տարի մենք համբերել ենք, մենք սպասել ենք, մենք այդ այլանդակությունը տեսել ենք, ոչինչ, մի քանի վաղ կսպասենք կարճ, մի որոշ ժամանակ կսպասենք թեկուս կես ամիս կամ մեկ ամիս, բայց այս վերջը լինելու է եւ փառահեղ հաղթանակ ենք տանելու, փառահեղ ուղղակի։ Իսկապես պիտի հրաշափար Աստված շարականը երկվի, երբ որ այդ կեղտը դուրս գա այնտեղից։ Երբ որ դուրս գա այդ օդը մաքրելու համար, այդ շարականը պիտի երկվի։
որտեղ դրան պիտի դուրս հանենք, որպեսզի այդ սրբությունը հրավիրենք ներս եւ կարողանանք արդեն այդ մթնոլորտի մեջ, նոր ձևավորված մթնոլորտի մեջ ունենանք ազնվագույն կաթողիկոսական տեղապահ իսկ հետագայում արդեն գահակալ, որը կլինի իսկապես ազգընտիր, իսկապես սիրված կլինի մեր ժողովրդի կողմից։ Այս շատ կարևոր արձանագրում է, որը ուզում եմ անել։ Եվ ոչ մեկ թող չփորձի աղտոտել Հայաստանը իրենց այլևայլ գաղափարախոսություններով։ Մենք կանգնած ենք ճիշտ ճանապարհի վրա։ Խնդրեմ, այսօր էլ կարծեմ Պարույր Սևակ գյուղը ասեց, Փաշինյանը կանգնացրեց ավտոմեքենան, ցույց տվեց։ Թե դպրոցները, որ կառուցում են, թե տները, դուք հասկանում եք, երկիրը սկսել է զարգանալ, շինարարություն է կատարվում, որը որ հատուկ ժողովրդի համար է, մեր ժողովրդի համար է, ոչ թե առանձնատներ, դղյակներ կառուցում են անհատները, որոնք թալանել են այդ նույն ժողովրդին եւ իրանք այնտեղ ստեղծում են իրենց համար դրախտավայր հայ երկրի վրա։ Ոչ, այն կառուցում է այնպիսի դղյակներ, այո, մեր ազգի դղյակներն են, այդ դպրոցներն են, այդ հիվանդանոցներն են, այդ մանկապարտեզներն են, այդ վերջապես ճանապարհներն են։ Ինչ ճանապարհներ ուներ Հայաստանը, դուք հիշում եք, չէ՞։ Ահա որ էր, ահա որ սովետական միությունը փլուզվեց, մի ճանապարհ տեսել եք, որ սարքեն։ Մի բան տեսել եք, որ անեն։ Ոչ, ընտրությունից ընտրություն, ստից լատկաներով, բաներով, ստից մտից ասֆալտ էին անում այն տեղը, որտեղ պիտի գնային խապեին մարդկանց, եւ այնքան անորակ, որ նույնիսկ չէր քաշում մինչեւ մյուս ընտրություն։ Մի քանի ամիս հետո տենում էր նորից այս նույն վիճակն է համարյա ու փչանում էր։ Այսինքն չկար ոչ մի բան, մի որևէ նորոգչական աշխատանք տեսել եք, որևէ բան ձևի համար գոնե արել են, քաղաքի համար ոչ։ Վերելակները փոխել են։ Տեսեք ինչքան բան են արել այս մարդիկ։ Ահա որ պետություն էր, ահա որ քաղաք էր դարել, ահա որ։ Ես ասում եմ, Երևանը անճանաչելի է։ Այն թվականներին, որ արդեն Քոչարյանն ու Սերը, որ ասիական միակ մուսուլմանական, չգիտեմ, ինչ որ մի քաղաք լիներ։ Կեղտոտ, ամեն ինչը հնացած, փչացած եւ այլն, զզվելի մի բան էր։ Զզվելի մի բան էր։ Իսկ այսօր մենք տեսնում ենք, որ այդ պետությունը զրոյից մարդը սարքում է։ Եվ դա չգնահատել նշանակում է աբերախտության վերին աստիճանը ունենալ։ Ուրեմն այդ անձնավորությունը մարդ չի, եթե նա չի գնահատում։ Որտեւ անկախ ամենից, այո, քաղաքական սիմպաթիա, անտիպաթիա կարող է լինել։ Դու կարող ես չհամակրել, ոչ մեկին չի կարող պարտադրել, ստիպել, համոզել, ասել քաղաքացիական պայմանագրի կուսակցությանը ձայն տուր կամ, չգիտեմ, սիրի այս մարդկանց։ Բայց որ դրանք աշխատում են, որ դրանք ահագին գործ են արել, ով կարող է ուրանալ։ Ուղղակի լուրջ մարդը, տրամաբանական մարդը մի բան է ասում։ Նույնիսկ եթե չի համակրում անձնապես, նա ասում է, որ այս անձնավորությունները, ովքեր այսօր ղեկին են, արել են այսինչ բաները։ Հիմա դեռ կիսատ բաներ են մնացել եւ այդ ճանապարհի վրա են։ Նամանավանդ խաղաղության հետ կապված։ Խաղաղությունը Հայաստանի համար օդու ջրից էլ կարևոր է, շատ լավ գիտեք դուք։ Մեզ ինչ են սովորացրել։ Մեզ սովորացրել են, որ շրջափակում է, երկիրը անընդհատ գտնվում է շրջափակման մեջ, եւ սա պատճառ է հանդիսանում այդ շրջափակումը, որ երկիրը չի կարող զարգանալ, որ գները աճում են ապրանքների վրա։ Անդադ դրանով էր բացատրվում, որ այսինչ վիճակ է Հայաստանում խառը, որ մենակ օթանավով բաներ են բերում եւ այն։ Էս է։ Ինչ էին ուզում մեզ ասած լինեին, որ այո, պետք է մոնոպոլիա լինի, որ պետք է այս մարդը աշակար բերի, մյուսը պիտի բերի, չգիտեմ, բանան բերի, մյուսը, այսինքն անհատական բաներին տալիս էին գործը, որպեսզի դրանց հետ միասին փայ ունենան իրենց բանը։ Այսօր պետություն է դառնում։ Շուկա գոյություն ունի, մրցակցություն, ազատ շուկա եւ այս պետությունը հնարավորություն է ստեղծել, որ արդեն աշխատանքային, այսպես ասած, բաներ կան, հա, աշխատատեղեր կան, հնարավորություններ կան աշխատանքային։
Իսկ առաջ դա բացառվում էր, որ որևէ մեկը հնարավորություն ունենար, պարզ մարդը։ Միակ ճանապարհը արտագաղթի ճանապարհն էր, կամ խոփանի ճանապարհ, ուրիշ բան չկար։ Եկեք ճշմարիտ լինենք։ Եվ վերջի վերջո, եթե ամբողջ այդ երկրի շրջանը քանդել են, այս մարդը եկել է 7 տարում այսքան գործ է արել։ Հիմա վերցնենք ուրանանք, ասենք, այս մարդուն եկեք փոխենք, հա։ Հլբատ ուրիշը գա, ավելի լավ բաներ կանի։ Այսպես բաներ չեն լինում։ Ուղղակի արկածախնդիրներն են այդպիսի մտածելակերպ ունենում, իսկ ես չեմ այդպես մտածում։ Եվ ամենակարևորը ես ուզում եմ դա իբրև հոգևորական, իբրև խաղաղասեր մարդ դնել շեշտը այն բանի վրա, որ մենք Հայաստանի Հանրապետության մեջ պետք է մի վիճակ ստեղծենք։ Ի նկատի ունեմ բոլոր հոգևոր դասի ներկայացուցիչները։ Ժողովրդին բացատրեն խաղաղության արժեքը, որտեղ ամեն պատարագին, ամեն ժամերգության, ամեն մի աղոթքի մեջ, գրեթե ամեն մի բանի մեջ կա խաղաղություն, ամենություն։ Հիմա ինչը ասում ենք ու չենք հասկանում, մեր ասածը ինչ ենք արտասանում։ Հիմա դա պետք է կյանքի կոչենք, այդ խաղաղություն, ամենությունը։ Այսինքն պետք է հաշտ եւ խաղաղ ապրենք մեր հարևան պետությունների հետ։ Այն պետությունները, որոնք մեզ հարևան են, եւ այն ժողովուրդները, որոնք մեզ հարևան են, մենք պետք է խաղաղ ապրենք իրենց հետ, անկախ ամենից, թե ինչ դավանանքի են նրանք, կամ մեր դուրը գալիս են նրանք կամ չեն գալիս։ Սա նույնն է, որ մարդը առնում է բնակարան եւ իր այսպես ասած այս հարևանների հետ ինքը սկսում է կոնֆլիկտի մեջ բան անել, հա։ Լավ բան չի ստացվում դրանից, հա։ Դե կոնֆլիկտ ունես, այլևս դու չես կարող, հնարավորություն չունես դիմես հարևանին, ինչ որ մի հարցով օգնության կարիք լինի, ինչ որ մի բան բանի համար։ Չի ստացվի։ Հիմա սա հարևանը լավ կարող ես, ասենք, այդպիսի բան անել, բայց սա պետություններ են։ Եվ մանավանդ որ դու այդպես աշխարհագրական դիրք ունես, որ չես կարողանալու քո երկիրը տնտեսությունը զարգացնես, այսինքն սոցիալական մակարդակը բարձրացնես, եթե դու եւ քո անվտանգությունը ապահովես, եթե դու հարց չլինես, եթե դու խաղ չփորձես ապրել։ Դրա համար իմ աղոթքը դա է, եւ ես շատ ուրախ եմ, որ Դոնալդ Թրամփը, ես միշտ ասել եմ դա, գիտեմ շատերը նեղվել են այն օրերին, մտածել են, որ Դոնալդ Թրամփը լավ չի լինի հայերի համար, բայց ես ավելի հեռատես գտնվեցի սիրելի ժողովուրդ եւ հիմա ձեզ անդադ դա հիշեցնում եմ։ Ես իմ բնավորությունն է։ Ես միշտ ասել եմ, Քամելան լավ չի մեզ համար լավ է Դոնալդ Թրամփը։ Եվ միակ նախագահը, տեսեք, քանի նախագահներ մինչև այդ կային, ոչ մեկին դա չի հաջողվել, բայց մի նախագահ, որը կարողացավ վերջապես այդ սառույցը տեղից շարժել։ Իր հեղինակությամբ է եղել, եկեք չմոռանանք Ամերիկայի պես գերտերությունը, որը մեծ ազդեցություն ունի ամբողջ աշխարհում։ Ամբողջ աշխարհում, նույն Ռուսաստանը ֆինանսավորվում է Ամերիկայից։ Այսինքն ամերիկյան օլիգարխները վճարում են, որ Ռուսաստանի մեջ այդ կուսակցությունները գործեն, դուք դրա մասին գիտեք, դա փաստ է։ Հետևաբար Ամերիկան ամենտեղ ունի մեծ ազդեցություն։ Հետևաբար ինչ է Ադրբեջանը իր համար, նմանապես եւ Ադրբեջանի վրա եւ Թուրքիայի վրա ունի շատ մեծ ազդեցություն։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանի վարած ճշգրիտ քաղաքականությամբ եւ մեր դիվանագիտական այդ կորպուսի, հա, նաեւ շատ հմուտ աշխատանքներով հնարավորություններ ստեղծվեց այսօր նոր հարաբերություններ կառուցել մեր հարևանների հետ։ Եվ փառք Աստծո, ես վստահ եմ, որ այդ ճանապարհը, որ ամբողջովին գործվի, կառուցվի, աշխատի, պետք է արդեն մեզ համար դա լինի տնտեսության համար մեծ հնարավորություններ ընձեռվեն։ Ով դա չի հասկանում, ես ասում եմ, կամ մարդը ազգայնական շատ էսպես մոլերանտ ազգայնականը եւ դա չի ուզում ընդունել եւ մոտիվացիան մենակ ազգայնական լինելու բանն է իր մոտ։
ուրիշ բացատրություն չկա, որտեվ եթե ողջախոհ է մարդը եւ դատում է սառը դատողությամբ, այո, դաշնակցականը չի ընդունի դա երբեք, որտեվ նրանց դաշնակցական կուսակցության մեջ իրենց հենց ուսմունքի մեջ այլ բան է գրված, ինքը չի կարող ինքը իրեն հակասել։ Դրա համար ինքը երբեք դրան կողմ չի լինելու, միշտ դեմ է քվեարկելու, միշտ ասելու, ընդդիմախոսելու է դրան խաղաղությանը։ Եվ այդ կուսակցությունը դա չի կարող ընդունել։ Եվ մանավանդ դա Սփյուռքում, որ ազդեցիկ կուսակցություն է, եւ մենք լավ գիտենք ինչի համար։ Որտեւ Սփյուռքը առաջացավ Եղեռնի արդյունքում, այդ աղետի արդյունքում առաջացավ։ Եվ իրենց չես կարող մեղադրես։ Ես դրա համար, երբ որ Արամ Վեապարը այնտեղից ինչ որ բան է խոսում, ես երբեք չեմ նեղվում։ Արամ Վեապարի տեսանկյունից իր ասածը շատ տրամաբանական է։ Բայց այսօրվա Հայաստանի ժողովրդի տեսանկյունից իր ասածը արդիական չէ։ Որովհետև այսօր մենք տեսնում ենք հակառակ process-ներ աշխարհում։ Եվ տեսնում ենք, որ այս մերձեցումը, այս հարաբերությունները, որ բարելավեն գործնական հարթակի վրա, ես չեմ ասում, չգիտեմ ինչ ձևի բարեկամություն անենք, չգիտեմ իրար հետ գնան ամուսնանան, psի բաների մասին չի խոսքը գնում։ Խոսքը գնում է նորմալ հարաբերությունների, հարևան երկրների միջև։ Սրա մասին է խոսքը գնում։ Եվ սա պիտի լինի, գնացքը պիտի գնա գա, ինչպես սովետական միության ժամանակ հիշում եք, ոնց էին գնացքով գնում գալիս։ Ոնց էին գնում գալիս։ Ով էր վախենում, որ գնացքը անցնում է Ադրբեջանը, ոչ ոք, մտքում չկար մարդկանց։ Այդ նույնը պիտի լինի։ Եվ փառք Աստծո, այդ ծորենը բերել են եւ վստահ եմ, որ ամեն ինչը պիտի բերեն այս ճանապարհներով։ Ամեն ինչը պիտի գա այս ձև։ Եվ պիտի իհարկե լոգիստիկայի հասկացողություն կա, որպեսզի էժան նստի։ Այն ժամանակ ձեր վերջում ապրանքը ավելի էժանն է արժեքը լինելու, քան թե բերեք օլոլ-մոլոր ճանապարհներով։ Այսքանը։ Հետևաբար վերադառնանք նորից մեր թեմային, ես կուզեմ նաև մաղթել, որ այս ընտրությունները վաղար շաբաթում արդյունքների մասին, երբ որ վերջնական կիմանանք, շնորհավորենք հաղթողներին, ազատագրված Էջմիածնում, ստահակներից, որոնք Կտրիչ Ներսիսյանի քլանի լափամանից լափողներ են եղել եւ դրա համար ամեն ինչ արել են ի նպաստ իրեն եւ նոր ձևավորված քաղաքական իշխանությունը պետք է հաստատի այնտեղ շատ խիստ կարգ ու կանոն այդ վակխանալյան պիտի ավարտվի այնտեղ եւ այդ թվում նաեւ եկեղեցում կմաղթեմ որ այդ նվաճումն ու հաղթանակը մոտ ժամանակներում ունենանք եւ Տերը իսկապես մեզ միշտ պահապան լինի եւ բոլոր առաջիկայում սպասվող այն գործողությունները, որոնք կապված կլինեն արդեն եկեղեցին ամբողջովին մաքրելու հետ կապված եւ վերջապես հունի մեջ դնելու մեր ժողովրդին սեփականատեր դարձնելու։ Մայրաթորը պատկանում է հայ ազգին։ Եվ առհասարակ Հայաստանից առաքելական եկեղեցին, երբ որ ասում ենք ազգային եկեղեցին, որոշ մարդիկ մի քիչ սխալ են ընկալում, նրանք մտածում են, որ այդ եկեղեցում ազգայնական ինչ-որ գաղափարախոսություններ կան, բացարձակապես ոչ մի կապ չունի դա։ Այդ կուսակցությունների գործն է ինչ-որ ազգայնական լինել, ծայրահեղ ազգայնական լինել, ազատ է ամեն մարդ, ազատ աշխարհ է հիմա։ Բայց եկեղեցում ազգային նկատի ունենք առաջին հերթին, որ մեր ազգին պետք է ծառայի, պետք է մեր ժողովուրդը որոշիչ դերը խաղա այս եկեղեցում։ Հռոմի կաթոլիկ եկեղեցին այլ մոդելը կառավարման ունի։ Հայաստանյաց եկեղեցին հակառակը։ Նա ժողովրդավարական սկզբունքներով է։ Այդ կտրիչն է բռնապետություն սարքել, դարձրել, բայց իրականում ծուխը ընտրում է իր հովիվին։ Ծուխը որոշում է, այսինքն ծխական ժողովը ընտրում է ծխական խորհուրդ, ինչ որ ժամանակի վրա կանոնադրությունը կազմվում է, որը արդարադատության նախարարության կողմից անպայման պետք է գրանցված լինի։ Եվ այդ ծխական խորհուրդը փաստորեն ընթացիկ հարցերով է զբաղվում, եւ քահանան չի կարող սանձարձակ գործել, ինչ որ իր խելքը փչի։
Քահանան անում է եկեղեցում իր հոգևոր ծառայությունը։ Այո, նա հոգևոր առաջնորդն է տվյալ եկեղեցու, ինչ վերաբերում է ծիսական, աստվածաբանական, չգիտեմ, քարոզչակ, այս բոլոր հարցերով է զբաղվում, բայց մնացած սա հարցերը պետք է կարգավորեն աշխարհականները, կրոնական համայնքը, եւ այդպես նմանապես թեմական խորհուրդը, թեմի ժողովով, ընդհանուր ժողովը, թեմական խորհուրդ է ընտրում, նմանապես առաջնորդը պիտի ընտրված լինի, թեմակալ եւ հաշվետու լինի թեմական խորհրդին, փաստորեն թեմական խորհուրդը դա այդ падգամավորները ոնց որ այսօր ազգային ժողովի մեջ են նստած, որոնք ներկայացնում են մեզ, ձեզ, սիրելի ժողովուրդ, այ ազգային ժողովի պես բան, այդ թեմական խորհուրդը ընտրած մարդիկն են, որոնք ներկայացնում են այդ հավատացյալների տվյալ թեմի շահերը, եւ պիտի առաջնորդը հաշվետու լինի նրանց։ Նույնը կաթողիկոսը հաշվետու է ազգային եկեղեցական ժողովին, գերագույն հոգևոր խորհուրդը սա այն մարմինը պիտի լինի, որը ընդհանուր որոշում է կայացնում, կաթողիկոսը միանձնյա չի կարող ոչ մի որոշում կայացնել, կաթողիկոսը եպիսկոպոսից ես ուզում եմ բացատրել, որ մարդիկ հասկանան, ես այս սա ուզում եմ բացատրել, ոչ մի բանով չի տարբերվում, նրանք հավասար են, մի բանն է, որ նա առաջինն է եպիսկոպոսների մեջ կանգնած, եւ որոշ բաների արտոնություններ ունի, օրինակ մերոն օրհնելու, բայց ոչ թե ռիմային տալու, որ ռիման էփի, կամ կոկա-կոլայով պատարակը, դրա մասին չեմ խոսում, արտոնի կոկա-կոլայով պատարական ինչ որ մի իր պալատական չեպիսկոպոսներից, ոչ, նույնիսկ ձեռնադրության ժամանակ կաթողիկոսը եպիսկոպոս մենակով չի կարող ձեռնադրել, երկու եպիսկոպոսներ հետը պիտի լինեն, որ 3 հոգիով, ինչպես եւ 3 եպիսկոպոս կարող են կաթողիկոս ձեռնադրել, եւ առհասարակ ուզում եմ ձեզ հիշեցնել, ով որ չգիտի նաեւ լուսաբանել, որ մինչեւ 9-րդ դար մենք ընդհանրապես կաթողիկոսական աստիճան եկեղեցում չենք ունեցել Հայաստանի Ծառաքելական եկեղեցում, եղել է պատրիարք, եւ Գրիգոր Լուսավորիչը եղել է պատրիարք, եւ մնացյալ բոլորը եղել են պատրիարք մինչեւ 9-րդ դար։ Ուրեմն կաթողիկոսը նույն եպիսկոպոսն է, նույն որոշ արտոնություններ ունի, բայց ինչ վերաբերում է եկեղեցին կառավարելու եւ եկեղեցու լրջագույն հարցերը քննարկում են եպիսկոպոսական ժողովով, միայն եպիսկոպոսական ժողովն է իրավասու որոշումներ կայացնել։ Եվ երբեք չի կարող մեկը պարտադրել իր կամքը բոլորին, թելադրել։ Այսօր 2 հոգի նստել են, 2 եղբայր, մեկ էլ ունեն գորշ կարդինալ, արշակ։ Ու ինչ ուզես արել են։ 26 տարի իրենք ուզած ձևով դարձել են հակականոնական ճանապարհով այս եկեղեցին։ Այս սա պիտի վերջանա։ Այսքանը խնդրեմ շատ տարածեք, դրեք խմբակների մեջ եւ ձեր գրառումներին, ձեր լայքերին կսպասեմ, լայքերը անվճար են ժողովուրդ ջան, նյութս բարձրացրեք, կսպասեմ ձեր գրառումներին, կհանդիպենք նորից։ Գիշեր բարի։ Աչն առարչական, բազուկս փրկչական սուբխաչը տերունական լինի ձեզ պահաբան հայսումետև մինչև հավիդյան ամեն։